Լույսեղություն հետարարությունները գնացքների մի քանի գնացք մի անգամից տարբեր պերոնների շարժվելու են հետահաղորդում Բրուսելից հիմա իմ գնացքը կգա այսօր էլ գնամ աշխատեմ ու մի քանի օր հանգիստ եմ լինելու անհամբեր սպասում եմ այս արձակուրդի օրերին այս սատիկի արձակուրդի օրերին դպրոցները դե փակ են երկու շաբաթ արձակուրդ են շատ հաճախորդներ են ունենում շատ հաճախորդ ճիշտ բառն ասեցի շատ հաճախորդներ են ունենում պատվեր եմ ստացել չեմ հասցրել բացել գնումներ ունեմ չեմ հասցրել նկարեմ ձեզ էլ ցույց տամ կարճ ասած լիքը բան ունեմ անելու այս ազատ օրերին էլ ուզում եմ մաքրություն անեմ պատուհանները սրբեմ ուզում եմ ամառային շորերը հանեմ այս տաք շորերը հավաքեմ ու ջոկեմ ինքան շոր կա պիտի նայեմ որ շորը մի տարի չեմ հագել գցելու եմ այդպես առնում ենք նորը առնում ենք ինը չենք գցում ու լիքը լցվում են տարակները լավ պետքա մի հատ սորտիրն անեմ այսօր եղանակը լավ է 19 աստիճան մի քիչ արևը դες պայծառ արև չի բայց անձրև չի գալու լվացք փռել նոր եմ դուրս եկել այդ վարդի համար որ առել էինք փչեցինք սկզբում ոնց որ լրիվ այդպես չորացել կպել էին թփերի վրա բայց նոր աշուտը նայեց էլի մի հատ թրթուր կար վրան ես չգիտեմ ու երկու շաբաթը մեկ կարելի է փչել ես չգիտեմ հիմա այդ ոնց կլինի թե հողն է պետքա հողը ամբողջությամբ փոխվի թե հող մի հատ երևի պիտի նայեմ հողը պետքա կարող է բարդացվի կամ բան թե չէ այդ արդեն առաջացած թրթուրներն ա վերացնում ես պետքա պատճառը գտնենք վերացնենք էլի ոչ թե հետևանքը ահա գնացքն եկա հասցրել ճաշել եմ պատրաստել չինական մակարոնով լիքը բանջարեղենով փլավ եմ պատրաստել ու առանձին բրոկոլիով աղցան հետն էլ բնականաբար համխաշած ձուկ կար իմ հետ էլ առանձին հասցրել աղցան եմ պատրաստել թունաձկով ձվով, սպիտակ լոբիով ու թթվա սերախ պղպեղ կանաչ այդքան հա մի քիչ էլ մարոլ եմ լցրել բայց փասոն մարոլը ստացվում է անիմաստ կանաչի որովհետև բջջանիչ չունի ես ինչքան երկար ժամանակ օգտագործում եմ չգիտեմ բայց այդպես են ասում որ բջջանիչ չի պարունակում ամեն դեպքում ստամոքսը լցնելու համար լավ է որ ասենք սկզբում ուտենք հաջորդ կանգառներն հաղորդում առավոտ արթնացել եմ ու էլի մարզվել եմ ամեն առավոտ մարզվում եմ ու զգացել եմ ամեն ինչը սովորություն է դառնում եթե մի բանը մի քանի օր անում ենք արդեն սովորություն է դառնում էլ չես կարող չանես այսինքն եթե ինչ որ բան պետք է արվի ու չենք անում մի քանի օր մեզ ստիպենք անենք արդեն էլ չենք կարող սովորությունից կտրվենք արդեն ամեն ինչը սովորությունն է ամեն ինչը անգամ են որ ծխում են ու ասում են չեմ կարա ես մոլի ծխող եմ դա էլ է սովորություն տեսակ աշոտը ոնց դադարացրեց էլ չի ծխում հաճախորդներին բարեգործության համար հարցնում ենք ու այնքան տհաճ բան է ստացվում որ խոսքը սկսում ենք ասենք ուզում եք բարեգործություն ու իրանք ընդհատում են չեն թողնում վերջացնենք խոսքը ոնց որ վիրավորական լինի չեն էլ ուզում լսեն կարող այլի են մտելելի ասենք հարցրել ենք դրա համար բայց ամեն դեպքում մեզ էլ ստիպում են որ հարցնենք դե իհարկե մենք էլ ձևով մենք էլ մեր ներդրումն ենք անում մենք էլ ոնց որ մենք էլ ենք այդ ձևով բարեգործություն անում որ ուրիշներն ասում են կանեն բայց մարդկա շատ քիչ մարդիկ են անում երեք իմ հաճախորդներից մեկն ասեց արդեն արել եմ այն մյուսը խոսքս ընդհատեց նեցված գացի ինչ որ այդ բարեգործությունը արդեն ասել էի ձեզ բարեգործական կազմակերպությունն է ոնց որ մեր խանութի հետ պայմանավորվել հիմա մենք ինչ որ գումար հավաքում ենք փոխանցվելու է այդ բարեգործական ընկերությանը իրանք էլ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար են էլի բանանում օգնում են ֆինանսապես օգնում են երեք էլ են շերտավոր խմորով ու սպանախով համովությունից էի պատրաստել այս անգամ գազարել էի լցրել շոտ հոմովա երեք խանութում կանացի պիժամաներն էի ծալում մեկ էլ մեկին մոտեցավ շպտերը սենց հավեսով իտալերենով խոսում է հետս արագ խոսում է ես իտալերեն բան չեմ հասկանում մենակ երկու բառ գիտեմ սի ու չաո հիմա թե ինչ է ասում ուզում եմ ենթադրեմ թե ինչ կարա ասի հետո հեռախոսը հանեց
նկարացույց տալիս, երևի թե իր ու ամուսնու նկարներ, չգիտեմ, հետո մի ձև էս տխուր բաներ ասում ու հասկացա կոստյում ասում։ Հիմա ես չհասկացա թե ինչ էր 60, մեկ էլ 60 բառը հասկացա, ոնց էր, հիմա մոռացա իտալերեն որ ասեց 60 հետ հասկացա, բայց հիմա բառը չեմ հիշում։ Վերջը թե ինչ էր ասում, նենց էլ խոսում ա, նենց էլ արագ հետս իտալերեն ա խոսում, որ կողքից լսողը պետք է մտածի, ես հասկանում եմ։ Ես էլ սենց գլխով եմ անում ու ժպտում եմ, ինչ կարամ էլ ասում։ Վերջը կոստյում որ ասեցի վերևը, կոստյումների կանացի բաները վերևն են, ուղարկեցի վերև, հիմա չհասկացա կոստյում կարող ամուսնու համար էր ասում, բայց այս տխուր դեմքով որ ցույց տվեց այդ մարդուն, տխուր դեմքով ասեց, մտածեցի կարող մահացել ամուսինը, վերջը տենց էլ չհասկացա, բայց իտալացիներն էլ դեն շփվող ժողովուրդ են, չէ, մեր նման, մեր մենտալիտետին նման են։ Այդպես շատ հաճելի միակողմանի զրույց արեցինք այդ կնոջը։ Հետաքրքիր ենքան լավ հաճախորդներ են պատահում խանութում, որ տրամադրություն եթե ընկածել լինի, բացվում է, բարձրանում է տրամադրությունը, ենքան լավ, շատ լավ մարդիկ են հանդիպում։ Են իրանց սիրալիր խոսքը, ժպիտը, են մի հատ ժպիտը մարդու տրամադրության վրա ազդում է։ Երևի համաձայն կլինեք իմ հետ, չէ, անգամ որ տանից դուրս ես գալիս, հարևանին հանդիպում ես, բարևում ես, ժպտում ես, ինքն էլ է ժպտում, արդեն օրդ ոնց որ միանգամից փոխվի։ Իսկ պատահելա չէ, որ դուրս ես հատկապես Հայաստանում պատահելա այդպես, որ դուրս ես գալիս, բարևում ես հարևանիդ, հարևանդ պատասխանում է, բայց մի ձևի սենց սառը ձևով է պատասխանում, էլի առանց ժպիտի մտածում ես, ես ինչ ա եղել տեսնես, ես ինչ եմ արել, ես իրա որ սենց պատասխանեց, բայց դե կարա մարդը իր խնդիրներն ունենա, ընդհանրապես կապված չլինի, ասենք քո հետ, էլի թե ինչի է ձևով պատասխանեց։ Ինչ որ է ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, ժպտացեք ու օրն էլ ձեզ կժպտա, կյանքն էլ ձեզ կժպտա։ Անջատեմ, կարդամ ձեր մեկնաբանությունները, նախապես էլ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեկնաբանություն են գրել, վստահ եմ, որ լավ բաներ են գրել, գնացի կարդալու։ Խանութների օրը։ Մի քանի խանութ մտանք, հիմա շուտ պետք է շինարարական խանութ մտել, բան պետք է վերցնի, շուրուպներ պետք է վերցնի, ես չիչա։ Ահագին առևտուրը եթե տեսնում եք, ինչքան բան ունենք, պատվերներ ունեմ բացելու։ Ահագին առևտուր ունեմ, որ առել եմ ու չեմ տեղավորել, չեմ էլ հասրել տանը նայեմ, փորձելու բաներն էլ փորձեմ ու թողել եմ, որ այսօր երևի կհասցնեմ, հա, այսօր գնանք տուն, երևի դրանցով կզբաղվեմ, առավոտվանից մաքրության օրեր, մի քիչ որ եսից լավ չեմ զգում կամ տրամադրությունս առանց պատճառի տեղը չի լինում, մաքրություն եմ անում, դասավորում եմ, դրանից ոնց որ մտքերս էլ են կարգի գալիս ու հանգստանում եմ։ Խանութում լավ մաքրություն արեցի, բայց լամինատը չեմ սրբել, հենց նոր մի հատ լավ բան եմ արել լամինատը սրբելու համար, տանեմ դրանով էլ միանգամից կսրբեմ։ Մնում է, այս արդեն գիտեք, որ երրորդ խանութն ենք մտել, հիմա երկու խանութ էլ մտնենք, մտնելու ենք կեֆիր առնենք, հետո մտնելու ենք Լիդլից էլ որ աշուտի շալվարներ էին կարել, ձեզ ցույց տվեցի, մի հատը փոքրոտ է, նայեմ կարող է մի ռազմեր հանկարծ մեծը լինի, շատ է իրա դուրն եկել, այդ մատերիալը շատ դուրն եկել է, եթե չէ պետք է նայեմ այդ ձևի այդ մատերիալի շալվար գտնեմ, հետ էլ այդպես ժողովուրդ ջան, շոկ է փաստորեն, ես ժակետ էլ էի վերցել, երկարաթև եմ, բայց շոկ է, 20 աստիճան ու կես է հիմա, այսքան առևտուր ունեմ արած, որը փորձելու է, որը, չգիտեմ, տեղավորելու է, բամբակից, մաքուր բամբակից շորցի կա, բայց ես ետ եմ տանելու, մի քանի հատ պահել եմ, նրանք լավն էին, ես իմ համար մի քիչ շատ կարճ էր, կամ փոքր էր, չգիտեմ, կարճը ոչինչ, շորցի կա վերջ, կարա կարճ է լինի, ուղղակի փոքր է կարող է, ես չգիտեմ, այնպես որ հագնում լավ է, բայց երբ պետք է էլը վերցնեի, ես էմնա, բայց որ մաքուր բամբակը, այդ շատ լավ էր, բայց ես ետ եմ տանելու, արդեն մի քանի հատ վերցրել եմ, ուրեմն մի երկու հատ պատվեր ունեմ, դրանք բացեմ, էլի ունեի բացել եմ, հիմա ես մի քանի բանը դեռ չեմ բացել, ես գիտեմ ինչ է, բայց բացեմ դեռ հետ նայենք,
րոպե դժվար թե հետ ուղարկեմ։ Այս մի րոպե, կողմից էլ մի հատ բացեմ։ Այսքան օր այս հետ ստացել եմ ու չեմ բացրել, բացեմ նայել։ Այս ամբողջ տուփի մեջ մի հատ բանա իմ քանախ առաջանալ թուղթ պատվերներից ու բաներից պրոտեիններ են, սպիտակուցներ, նայել եմ հատուկ, որ լավ է լինի ու բանի ազնվամորու համով եմ պատվիրել, որ ավելի լավ լինի օգտագործելը, հաճելի լինի, մի րոպե ասեմ, Եսը պատվիրելուց նայել եմ, որ ամեն ինչ տեղին լինի, սպիտակուցներ, ամեն ինչ, հիմա ասեմ, ուրեմն մենակ սպիտակուցները 79 գրամ են, ինչքան էլ սնունդից ստանում ենք, մեկը ամբողջական օրվա դոզան չենք օրվա չափը, օրինակ իմ քաշի համար մոտավորապես 80-90 մոտ 100 գրամ օրական պետքա սպիտակուցներ ստանամ, ինչքան էլ փորձում եմ սննդի կաթնաշորի բան միջոցով, բայց հաստատ օրական այդքան ես չեմ կարողանում ստանամ։ Դրա համար սրանից ավելացեմ մի ճաշի գտալ ոնց որ կարամ յոգուրտի կամ ինչ-որ բան մեջ ավելացնեմ ու օգտագործեմ։ Այս մյուսը, այս բարակ փոքրիկ պատվերը, հիմա բացեմ ցույց տամ։ Բացեմ միասին նայենք։ Հեռախոսից համար եմ պատվիրել։ Այս Samsung-ը, իմը դե Samsung չի, միշտ Samsung եմ օգտագործել ու շատ սիրում եմ Samsung, այս անգամ դե գիտեք երեխեքի նվերն է, ուրիշ ֆիրմա է, OnePlus Nord, ինչ-որ տես ֆիրմա է, նախկինում ես չգիտեի ֆիրմայի մասին։ Դրա էկրանը է, ինձ թվում է, կամերան շատ լավն է, բայց էկրանը ոնց որ տարբերվի Samsung-ի էկրանից, Samsung-ինը շատ ավելի լավն էր իմ կարծիքով։ Հիմա ես պատվիրել եմ, ձևը նայել եմ արդեն ոնց պետք է օգտագործել, որ կպցնեմ էկրանին, պաշտպանեմ էկրանը, պաշտպանող թաղանթ է, ձևը նայել եմ, երկու հատա մեջը, սովորական այդ պաշտպանող թաղանթներից արդեն գիտեք, այս սրանցից։ Ուզում եմ անեմ, որ հեռախոսս պաշտպանեմ, առայժմ դնեմ, Ես մանրակրկիտ աշխատանք է, որ նորմալ կարողանամ անեմ, մի հատ վիդեոն կնայեմ, որ լավ կպցնեմ, որովհետև որ լավ չեմ կպցնում, տաք օդ համնում, հետո համ սիրուն չի լինում, համ էլ հետո որ ջուր բանա, չգիտեմ, ձևի քրտում ամի բանա լինում, լավ չի լինում այդպես։ Այս մյուս պատվերը Գիտեմ ինչ է, ամենահետաքրքիր պատվիրն է, ուրեմն պատվիրել եմ 3 առաջին օրը Իրիկունը գնացքի մեջ տուն գալուց, այսինքն ժամը 7-ից հետո, 7-ի կողմերը, 7-ից հետո, հա, հաջորդ առավոտ ժամը 9-ին բերել եմ, պատկերացնում եք, այդքան լավ օնլայն խանութ է։ Այստեղ ուրեմն պատվիրեցի, այս մեկը միկրոֆոն եմ պատվիրել, որ դրսում որ նկարում եմ, ես էլ մի վլոգի մեջ էլ հետ, ես էլ որ լսում էի, մեքենայի մեջից որ նկարում էի, աղմուկը շատ էր, մեքենայի աղմուկը ու մեր ձայնը լավ չէր լսվում, միկրոֆոնը 2 հատ, կփորձեմ ես գլուխ անեմ, ոնց պետք է օգտագործեմ, կարդացի, գովացել էին ահագին լավն են, հիմա էլ չեմ բացում, հետո որ բացեմ օգտագործեմ, կտեսնեք։ Շրթներքներ եմ պատվիրել, մեկը կորալ, մեկն էլ վարդագույն։ Հիմա քսել եմ, մատիտ եմ քսել, ես մեկ մատիտը շրթներքի տեղ օգտագործում եմ, էլի դրա համար չեմ փորձում, գույնը չգիտեմ, երևաց ձեզ թե չէ, ագին հեռու եմ կամերան դրել, ես վարդագույն, ես մեկն կորալ։ Ցույց տամ։ Սիրում եմ այս գույնը։ Սրանք, այս պատվերը, թղթերից պրծում չկա։
ուրեմն այստեղ առել եմ մեջքին կպցնելու համար եմ մեջքից ավելի ժամանակ որ կպցնում ենք տաքացնող այդ պատերից եմ առել պետք է լինում շատ սիրուն դարշնագույն բարակ տենց այս սեզոնից արդեն կարելի է հագնել տաբատա շատ լավ մատերիալը վիսկոզա ոնց որ շատ սիրուն դարշնագույն է Այս ջինսի շալվարը ձևը շատ սիրուն է ու այստեղ կողքերն էլ այսպես բացվածք ունի իհարկե չգիտեմ ռազմերը ոնց կլինի բայց շատ դուրս եկավ ձևը այս փոքրիկ շալվարիկները սրանք նվերի համար եմ առել դե թորնիկներից բնականաբար մոդայիկ շատ սիրուն կանաչ գույն են այս ներքև մասը գորեզինով է դրա համար մի ռազմեր մեծ եմ վերցրել որ կարճ չգա էլ երեխեքի հոգով այս մի հատ վերնաշապիկ եմ վերցրել պետք է հələ փորձեմ բայց սիրուն կլինի այս բանի ջինսի բանի հետ ամեն ինչի հետ էլ սիրուն կլինի շատ սիրուն է սպիտակ տաբատ հետ էլ սիրուն կլինի oversize է դրա համար մտածում եմ որ կլինի ռազմերը իդեպ վերջինն էր մի հատ էր հիմնականում ասեմ ինչ վերցրել եմ զեղչվել էր դրա համար այսինքն ռազմեր չկար ու զեղչված էր երբ մնացել է օրինակ այս մեկից մի հատներ են ռազմեր չկար սրանք միանգամից երկու հատ վերցրել եմ այս այդ փափուկ կտորից սպորտային շատ սիրուն շալվարներ են Սիրուն է ձևերը շատ այս բրուսկաները երիտասարդական սիրուն բաներ են լոդիչկա վզով կտորները ինքան լավն է տես մի քիչ ձգոտ կտոր է այս բրուսկաները ուրեմն ինչներ շնչում են մի հատ կիսա շրջազգեստ եմ վերցրել հասցրել եմ այնտեղ որ առախանութում վերև ասեցի փորձեմ մեր հանդերձարանում արագ փորձեցի կփորձեմ ձեզ էլ ցույց կտամ ոնց է լինում շատ սիրուն եղա ասի քանի կախած է ռազմեր կա եթե տեսնեմ այս իստված կարող է մեծ լինի ռազմերը ձևը նենց է մեջքի մասը ռեզինա էլի ասի կարող է մեծ լինի արագ հանդերձանում փորձեցի գոլեգաներիցս այնտեղ կային ասում ոնց է լավ է թե մեծ է թե ինչ ասեց չէ շատ լավ է ինձ էլ շատ դուր եկավ ձևը շատ այս անգամ այս վերնաշապիկի հետ էլ սիրուն կլինի այս սրա հետ սրա հետ էլ սիրուն կլինի Այս վրայից կախած բան, վերջը Այս էլ վերցրի, մի հատ էլ տանը կփորձեմ, բայց ինչ շատ դուր եկավ ինքան լավ կտոր է, շատ մատերիալը շատ լավն է Սենց հուդիներ եմ վերցրել Իստեղ իհարկե ամեն ինչ չի, որ իմ համար է, նվերների համար էլ կաներ, ինչ որ իմ համար չի, նվերի համար է, սենց մի հատ էլ հուդի, այս կտրոնները հլը թող մնան, որ ինչը որ չլինի, հետ կտանեմ։ Այս հենց մի հատ ժակետ, Սրա սպիտակը առել էի իմ համար, եթե հիշում եք, շատ լավն է իդեպ, շատ ինձ էլ անպամած է, հա նայում եմ դուրս անձրև չկա, չգիտեմ էլ անձրև գալու է, թե չէ։ Հապուկ ժակետ է։ Իդեպ, եթե այստեղ եք ապրում ու ձեզ դուր է գալիս, մեր խանութում զեղչել են այս ժակետները։ Հիմա մեր մոտ սպիտակ գույնը չկա, այս գույնը կար շատ կախած, մեկ էլ այս գույնից շատ չկար։
շատ ռազմերներ էլ չկային սրանից, պատկերացրեք մնացել էին փոքր ռազմերները, small ու փոքր, մեծ ռազմեր չկար։ Ես վերցրել եմ 2 հատ, այս բլուսկաներից եմ վերցրել, նայեք ինչ կտոր է, սրա այս նույն կտորից, չգիտեմ երևի ավելի մեծ կամ ցույց տամ, կամ բանկա ցույց տալու, նայեք ինչ մատերիալ է, պատկերացրեք չէ, այսպես երևում է արդեն, սրա համ շալվարները կային, համ կիսաշրջազգեստները կային, համ էլ այս բլուսկաները կային։ Հիմա մենակ սրանք էին, համ այս գույնը կար, համ էլ այս գույնը։ Էլի զեղչված է, եթե ձեզ դուր է գալիս, այդ նույն կտորի այս գույնն է, եթե ձեզ դուր է գալիս, կարաք մեր խանութից առնեք։ Ինձ ոչ մի օգուտ չկա այդտեղ, որ ես ձեզ ցույց եմ տալիս, չմտածեք գովազդ եմ անում, ձեր գործն է, ուղղակի լավության կարգով եմ ասում։ Խանութի իմ սեփականը չի, որ ես գովազդ անեմ։ Այս յուբկաներն էլ էին զեղչվել մեր խանութում, նայեք, հաստ յուբկաներ են, ետևի մասը սենց բանով, պրարեխով, սիրում դարշնագույն է, եթե սիրում եք այս տեսակ յուբկաներ, սրանից եմ վերցրել 2 հատ, ուրիշ գույն էլ կար, բայց սիրում չէր, կապույտ երանգեր մի ձևի սիրում չէր, սրանք սիրում էին դարշնագույնը։ Այս կոմ տարբեր տեղերի առևտուրներ եմ ես հիմա ձեզ ցույց տալիս, այս րոպե, այսպես կարող բացեմ, որչան սրանք էլ Լիդլում էին զեղչել, մոտիկից եմ ցույց տամ, ես այս գույնը վերցրել, մի քանի գույներ կային, սա մի քիչ նեյտրալ գույներ են էլի, ամառ է էլի կարելի է թարմացնել, փոխել, մի տեղանոցի համար եմ վերցրել, 2 հատ վերցրել եմ նույնից, այս հետո տղամարդու թեթև ամառային սիրուն վերնաշապիկներ կային, սիրուն էին, սրանց փաթեթավորածը ես բացեմ ցույց տամ, ինքան հաճելի լավ մատերիալ է, սա վերցրել ենք, ամառվա համար իրոք շատ լավն ասել, շնչող էլի, բարակոտ, երևի կերևան, տեսակ չէ, ինչքան բարակ է, այս հենց, ճիշտ աշոտի ռազմերն է, պետք է որ հագով լինի, Այս վերնաշապիկը, հիմա անցնենք, այստեղ էլ հագին բան կա ցույց տալու, այս թղթերը գցեմ մի անգամից այս թղթերի հետ, ուրեմն, այնտեղից մտել ենք Սիենա, այնտեղ էլ ահագին զեղչված բաներ կային կախած, ինչը հավանել ենք, վերցրել ենք, մի հատ տաբատ, մուգ կապույտ է, սև գույն չկար, մուգ կապույտ է, բայց շատ լավն է, այդ Սիենայի շորերի մատերիալը շատ լավն է, մի քիչ այսպես ռեզինատիվ, ամեն ինչ պետք է փորձել։ Տղամարդու վերնաշապիկներ ենք վերցրել, մի հատ սենց երկնագույն, այդպես չէր, որ ռազմերները կային բոլորը, ինչ որ կար են ենք վերցրել։ Մի հատ էլ սևը։ Ընդհանրապես այս խանութից Սիենայի շորերի հագուստեղենի ռազմերը մեծ է գալիս։ Մայքաներ եմ վերցրել ինձ, թոփեր են ավելի շուտ, մի հատ սև, գործի ժամանակ էլի բանի հետ, յուբկաների հետ հագնելու համար, մի հատ սպիտակ։ Սրանք, այս կտրոնը, տղամարդու բաճկոններ ենք վերցրել, ձմեռային, զեղչվել էր ու շատ լավն է, շատ։ Մի հատ կանաչն ենք վերցրել, մի հատ էլ կապույտը։ Կապիշոնները դուրս չեն գալիս, բայց իսկական ձմեռային բաներ են։ Հուսամաշուտի հագը կլինի, հենց պետք է փորձի։ Երկարոտ էսպես շատ լավն են։ Պատկերացրեք, չէ՞ ձևը։ Հա, ես իմ ժակետն այս չէ, ես իմն է հիմա, հաջորդը
Հա, ուզում եմ ցույց տամ լիտրում ինչ կար, կարող է ձեզ էլ պետք է ուզենաք դուք էլ առնեք, եթե ապրում եք եվրոպական երկրներում, մեքենայի այս նստատեղերի բաները չորներ են, էլի, նստատեղերի համար, ուզում եք փոխենք երկու հատ առաջի նստարանի համար ու ետևի նստարանի համար միանգամից ու այդ գլուխներինն էլ որ փոխվի։ Ստանդարտ է, եթե մեքենաները գրած է, որ մեքենաներն է լինում, մեր մեքենան էլ կար նշված, պետքա որ լինի, եթե հանկարծ չլինի, այնպես կբացենք, որ կարողանանք նորից հետ հավաքենք, տանենք ետ տանք։ Այստեղ մնաց մի պայուսակն էլ ենք նոր վերցրել, այ շատ սիրում պայուսակ ասեմ, այ ես ինձ ծանր հիմա այս մեկն էլ բացեմ ու առևտուրը վերջացնենք, մտեր այն առևտուրը ունենք, բայց չեմ ուզում ցույց տամ, որ չձանձրանաք, անձեռոցիկներ խոհանոցի համար, բամբակ եմ վերցրել, ամեն իրիկուն դեմքս լվանալուց հետո մի հատ էլ ասում եմ պետքա լասյոնով մաքրես, որ այդ pH բալանսը դեմքի մաշկի չխախտվի, մի հատ էլ վիտամին C-ի լասյոնով մաքրում եմ դեմքս։ Լողանալու գել եմ վերցրել, զուգարանի ժավել, ձեռքի օճառ, ակցիոնից է այս առևտուրը, լամինատը սրբելու համար ես եմ վերցրել։ Ջրի մեջ պետք է լցնեմ ու լվանում։ Այստեղ աշոտը ինչ-որ շուրուկներ բաներ ա վերցրել, յուղաթուղթ, կարծեմ մի հատ ունեի, բայց ասում եմ վերցնեմ։ Այստեղ ամարժու մայկաներ եմ վերցրել, մի հատը բացել եմ, ցույց տամ 100% բամբակը։ Սպիտակներ ու մոխրագույն, ես մոխրագույնը վերցրի։ Շատ լավն էին, տեսնենք չապսը ոնց կլինի, այս խնավությունը քաշող բանն է, որ նկողում դնում ենք, մեծ ամանով վերցրել ասետը կփոխի, այ ծանրալով, ու սերմեր եմ վերցրել, մի հատ չիլի պղպեղի, կարմիր չիլի, չիլի է, մի հատն էլ սովորական կարմիր պղպեղի, մնում է տեղավորել է, ես էր առևտուրս ես սիրում պայուսակը, եթե պայուսակը շատ լավ կին է, եթե ձեզ պետք է այս տեսակ պայուսակ, 8 թե 9 եվրո արժեր ընդամենը, կարակ ակցիոնից գնեք ստացել էին 9 եվրո, ճամփորդական պայուսակ, ես էր առևտուրս, որ չան հիմա տեղավորեմ։